Պես հասկանալ, որ Աստված խոսում է քեզ հետ։ Աստված միշտ խոսում է մեզ հետ։ Մենք մեր մարմնի կարիքները, մեր մարմնի ցանկությունները ամեն կերպ փորձում ենք հագեցնել, չէ, եւ կատարել, բայց չէ որ մենք ունենք նաեւ հոգու պահանջ։ Սկզբնական շրջանում ձեզ մոտ եւս չեն եղել կասկածներ, դժվարություններ եւ ոնց եք հաղթահարել։ Անժելա ջան, իմ մոտ կասկածներ եւ դժվարություններ հիմա էլ կա։ Դժվարություններ մեր կյանքում լինում են, որ վերադառնանք առ Աստված։ Ով է մեզ արգելում մոտենալ եւ հոգեվորականին մեր հարցերը տալ։ Մատաղը զոհաբերություն չի ժողով։ Սա հստակ ասում եմ, մատաղը զոհաբերություն չի։ Մատաղը աղքատների կերակուր է, ողորմություն է։ Քրիստոս ինչ ասաց։ Ասաց, երբ որ ուզում ես ողորմություն տալ, հավաքի կոտանը բոլոր նրանց, ումից որ ակնկալիք չունես։ Մենք որ գնում ենք տաճար, մենք չենք գնում հոգեվորականի համար, քահանայի համար։ Մենք տաճար գնում ենք ինքներս մեզ համար։ Եվ տաճարը պետք է կարողանանք հասկանալ, որ մեր հոր տունն է։ Հաղորդման գործընկեր Լապիոնի ծաղկի սրահ։ Լապիոնիում ծաղիկները պատմում են սիրո պատմություններ։ Այստեղ կգտնեք նաև Դուբայի հայտնի շոկոլադներից։ Հասցեներ Վաղարշյան 18 և Կոմիտասի 60 կոտորակ 2։ Ողջույն, այսօր կյանքի ճանապարհին Արարատյան հայրապետական թեմի կաթողիկե Սուրբ Աստվածածի եւ Սուրբ Աննա եկեղեցիների հոգեվոր հովիվ Տեր Զենոնի հետ ենք։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Այսօրվա զրույցի ընթացքում ուզում ենք խոսենք եկեղեցու հանդեպ ընկալումների, քրիստոնեության տարածման եւ եկեղեցի համայնք կապի մասին։ Մեծ սիրով Անժելա։ Մի քանի անգամ եղել է, որ ես Սուրբ Աննա եկեղեցու կողքով անցնելիս նկատել եմ, որ ժամերգության ժամ չէ, պատարագի ժամ չէ, օր չէ, եւ մարդիկ եկեղեցում լիքն են, դուք այնտեղ կանգնած եք եւ տալիս են ձեզ հարցեր Աստվածաշնչից։ Այ ինչպես եք հասել, որ նման մեծ համայնք ունեք եւ մարդկանց կողմից հիմնական տրվող հարցերը որոնք են։ Անժելա ջան, բնականաբար մարդկային գործոն կա այդ ամենի մեջ, բայց միայն մարդկային գործոնը չէ, որ այդ ամենը կյանքի է կոչում։ Եթե առանց Աստծո շնորհի, առանց Աստծո ներկայության մարդ ոչ մի բան չի կարող անել։ Ուրեմն այդտեղ եւ մարդկային գործոնն է եւ ամենակարևորը Աստվածային շնորհն է, որ մարդուն եւ առավել եւս քահանային օգնում է իր ծառայության մեջ։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանի հայրական օրհնության ներքո կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիներում բազմաթիվ ծրագիրներ կան, որ կյանքի են կոչվում եւ այդ ծրագիրներից մեկն է նաեւ որին դու ականատես ես եղել, դա հարց ու պատասխան կոնտեստով մեր եկեղեցու ծխական խորհրդի անդամը Արսեն Դպրի կողմից կազմակերպած այդ կոնտեքստի մեջ այդ հարց ու պատասխանը այդ հանդիպման ես դու ներկա եղել, որ արդեն քանի տարիներ եկեղեցու ներսում գործում է։ Մարդիկ գալիս են Սուրբ Աննա եկեղեցի ամեն երեքշաբթի երեկոյան ժամերգությունից հետո, ուրեմն ամեն օր կաթողիկեում Սուրբ Աննայում առավոտյան ժամը 9-ին եւ երեկոյան ժամը 5-ին կատարվում են ժամերգություններ։ Առավոտյան կատարում են գիշերային առավոտյան եւ ժամամուտը, երեկոյան կատարում են երեկոյան ժամերգություններ։ Սա անխափան ընթացք է կաթողիկեում Սուրբ Աննայում։ Եվ երեքշաբթի օրերը երեկոյան ժամերգությունից հետո այդ հարց ու պատասխան կոնտեքստով այդ հանդիպումն է որ լինում է եւ բնականաբար Փառք Տիրոջը մարդիկ մեծ սիրով գալիս են եւ փորձում են իրենց հարցերի պատասխանը ստանալ եկեղեցուց ներս կազմակերպված այդ հանդիպմանը, բայց բնականաբար եւ ամեն անգամ ես հանդիպումից առաջ ասում եմ, որ ակնկալիք չունենաք, որ ես կարող եմ ձեր բոլոր հարցերին պատասխան տալ, որովհետեւ կարող են լինել հարցեր, որոնց պատասխանը ես չգիտեմ, բայց մի բան խոստանում եմ, որ ձեր հարցերը կփնտրեմ պատասխանները եւ հաջորդ անգամ ձեզ կփոխանցեմ։ Եվ մարդիկ տարբեր հոգեվոր հարցեր իրենք բարձրացնում են եւ Փառք Տիրոջը ստանում են այդ հարցերի պատասխանները։ Որոնք են հաճախ։ Դա կլինի մեծ պահքի հետ կապված ամուսնական հարցեր, համայնքային հարցեր, տասանորդին վերաբերվող հարցեր,
խորհուրդներին եկեղեցու վերաբերվող հարցեր, պատարագին վերաբերվող հարցեր, այսինքն շատ զանազան են հոգևոր այդ անդաստանում իրենց հնչեցրած հարցերը։ Տերձենան վերջերս բարբերաբար լսում եմ կարծիք, մարդիկ նշում են, որ մինչ Աստվածաշունչ կարդալը իրենք ավելի շատ էին հավատում, ու Աստվածաշունչը իրենց առաջ լիքը հակասական հարցեր է առաջ բերում ու չեն կարողանում նաև այդ հարցերի պատասխանները եկեղեցում գտնել։ Ինչ անեն այդ մարդիկ։ Անժելա ջան, փառք Տիրոջը, Աստվածաշունչում բոլոր հարցերի պատասխանը կա։ Հիմա եթե օրինակ մի ասենց ես ինքս մի հատ հարց բարձրացնեմ ու փորձենք այդ հարցի մասին քննարկել, Աստվածաշնչում, երկու տեղ կա այսպիսի նախադասություն, ով որ սիրի իր հորն ու մորը ինձանից առավել, ինձ արժանի չի, եւ մեկ ուրիշ տեղ կա, որ ասում է, ով որ չսիրի իր հորն ու մորը, ինձ արժանի չի։ Եթե նայենք հակասություն է իր մեջ պարունակում, բայց իրականության մեջ հակասություն չի։ Այստեղ խնդիրը, ես միշտ այդ օրինակը բերում եմ, Սամվելով էր գրել Ռաֆու Սամվելի մեջ, մի հատ շատ հստակ դրա բացատրությունը կա։ Ինչ եղավ պատճառ, որ Սամվելը իր հորն ու մորը անտեսեց։ Ինչն էր պատճառը։ Պատճառը այն էր, որ ուզում էին, որ Սամվելը քրիստոնեությունը թողնի։ Եվ գնա պաշտի կրակը կամ այլ երևույթներ։ Այսինքն ուզում էին, որ իրենց զավակը Քրիստոսից հրաժարվի։ Եվ այդ պարագային արդեն Սամվելը մերժեց իր ծնողին, հաստատում մնալով Քրիստոսի հետ։ Հարցի պատասխանը եղավ արդեն։ Այսինքն որևէ մեկը մեզ մեր հավատքի մեջ Քրիստոսից չի կարող շեղել, որովհետև մենք Քրիստոսինն ենք։ Եվ առավել եւս մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մեր շուրջ բոլոր մարդիկ գան Քրիստոսին, որովհետեւ Քրիստոսի մեջ է կյանքը, երջանկությունը, ուրախությունը։ Այն մարդ, ով որ ունի Քրիստոս, ոնց էր ձեր հաղորդման անուն, կյանքի ճանապարհ։ Իր կյանքի ճանապարհը լինում է Քրիստոսի հետ։ Իսկ դրանից առավել երջանկություն մարդու համար գոյություն չունի։ Այն մարդու համար, որ իրապես ճանաչում է Քրիստոսին։ Իր կյանքի ճանապարհը Քրիստոսի հետ քայլելը դա նշանակում է հաստատում ընթանալ այդ ընթացքով։ Ինչպես իրապես ճանաչել։ Սիրել, գալ, կամեցողություն, ցանկություն ունենալ Քրիստոսին ճանաչել։ Եվ երբ որ դու ինչ որ մի բանի ցանկություն ունես, դու փորձում ես այդ ցանկությունը ի կատարածես։ Նույնը մենք մարդիկս հոգուց եւ մարմնից ենք, չէ՞։ Մենք մեր մարմնի կարիքները, մեր մարմնի ցանկությունները ամեն կերպ փորձում ենք հագեցնել, չէ, եւ կատարել, բայց չէ որ մենք ունենք նաեւ հոգու պահանջ, եւ մեր հոգու պահանջը Քրիստոսի հետ միասին քայլելն է։ Իսկ դա նշանակում է Քրիստոսին ճանաչել, Քրիստոսի հետ քայլել, Քրիստոսին սիրել, նշանակում է, որ գոնե կիրակի օրերը, 2 ժամ, ժամը 11-ից 1-ը գալ պատարագի մասնակցել, գալ ճաշակելու Քրիստոսի մարմինն ու արյունը, գալ Քրիստոսի հետ միանալու համար։ Եվ եթե մենք այդ ամենը, այդ ցանկությունը, կամեցողությունը ունենանք այդ ամենը անելու, դա նշանակում է, որ Քրիստոսի հետ վստահաբար կքայլենք։ Եվ Քրիստոս միշտ մեր ձեռքը բռնած կառաջնորդի մեզ, Բայց այնտեղ մենք ինչ որ առաջի հարցում ինչ որ մի բան ասես թերի մնաց, Աստվածաշնչում դրա համար հակասական որևէ մի բան չկա։ Աստվածաշնչում կա բոլոր հարցերի պատասխանը։ 1. Երկրորդը, բնականաբար մենք բոլորս էլ կարող ենք ունենալ հարցեր։ Ով է մեզ խանգարում այդ հարցերը հոգևորականին տալու։ Վերջը եկեղեցում ծառայող հոգևորականը հենց սպասավորն է, չէ՞, ծառայողն է, եւ Աստծո եւ Աստծո ստեղծագործություններին։ Ով է մեզ արգելում մոտենալ եւ հոգևորականին մեր հարցերը տալ։ Մոտենալ եւ հոգևորականի հետ զրուցել, ով է արգելում։ Արգել չկա, ուղղակի մենք պետք է կարողանանք ինքներս մեզ հաղթահարելով մոտենալ հոգևորականին։ Հոգևորականը մեր նման մարդ է։ Միս եւ արյուն։ Եվ բնականաբար հոգևորականը միշտ էլ պատրաստ է այդ հարցերի պատասխանը տալու, զրուցելու, սփոփելու, մխիթարելու, աջակից լինելու, օգնելու։ Հոգևորականի ծառայությունն է դա։ Բայց մեզանում այդ մշակույթը չկա գնալ, այսինքն եթե կա նույնիսկ շատ քիչ մարդիկ են գնում հոգևորականի հետ կիսվում, իրենց օրվա խնդիրներով կամ ինչ որ հարց կա, որ իրենց անհանգստացնում է ու իրենք այդ պահին ունեն Աստծո կարիք ու հոգևորականը որպես միջնորդ այդ պահին
այդտեղ է, բայց չեն գնում, չեն խոսում, վախենում են, ամաչում են։ Ճիշտ ես քեզ հետ համաձայն չեմ, որտեղ կաթոլիկեում Սուրբանայում շատ են մարդիկ մոտենում հոգևորականներին, իրենց հարցերը տալի, կիսվում, խոսում, խորհուրդներ ստանում, իրենց հարցերի պատասխանը ստանում եւ գնում։ Շատ են։ Այսինքն ես չի որ մենք այդ մշակույթը չունենք։ Ուղղակի նորից եմ ասում, ամեն ինչ կախված է մարդու կամեցողությունից, մարդու ցանկությունից։ Եթե մարդ կամենում է, եթե մարդ ցանկանում է, ինքը անում է այն ինչ որ ինքը ուզում է։ Նորից եմ ասում, մենք մեր մարմնի համար կամենում ենք ամեն ինչ, թե մեր մազերը հարդարել, թե մեր մարմինը մանկուր, բայց այդ նույն կամեցողությունը պետք է ունենանք հոգու համար, որտեղ նորից եմ կրկնում, հոգին էլ ունի իր պահանջները։ Եվ մենք պետք է կարողանանք նաև հոգու սնունդը տալ, ինչպես տալիս ենք մարմնի սնունդը։ Այս հոգու սնունդը եկեղեցում է, Աստծո տան մեջ է, Աստծո խոսքի մեջ է, Աստծո մարմնի եւ արյան մեջ է, որովհետեւ Քրիստոս ասում է, ով որ ճաշակի իմ մարմինը եւ ըմպի իմ արյունը, հավիտենական կյանք կունենա։ Այսինքն նշանակում է մեր սնունդը հավիտենական կյանքի գտնվում է տաճարում պատարագի ժամանակ Սուրբ սեղանի վրա, երբ որ հացն ու գինին փոխակերպվում են Տիրոջ մարմնին եւ արյանը։ Դրա համար այդ կամեցողությունը, այդ ցանկությունը պետք է ունենանք մենք մոտենալու հոգեվորականին եւ մեր հարցերը, մեր հույզերը, մեր մտածումները փոխանցելու եւ կիսվելու հոգեվորականի հետ եւ ստանալու մեր հարցերի պատասխանը եւ մեր մտածումների պատասխանը։ Շատ հաճախ եմ լսում, մարդիկ ասում են, որ եթե իմ կյանքում չլիներ այս դժվարությունը, եթե չլիներ այս վատ շրջանը, հնարավոր է ես երբեք չգնայի, չկարդայի Աստվածաշունչ, չգնայի եկեղեցի, այսպիսի հաճախ ու սրտով։ Դժվարությունները մեր կյանքում լինում են, որ վերադառնանք առ Աստված, գնանք առ Աստված։ Եվ կարող են դժվարությունները պատճառ լինել, եւ կարող են դժվարությունների մեջ նաեւ մարդը նորից կարող է անտեսել։ Օրինակ հիշում եմ մի դեպք։ Եկեղեցում մի կին արցունքներով մտավ եկեղեցի, փորձեցի ամեն կերպ իր սփոփել, մխիթարել, բայց ինքը ոչ մի ձև կոնտակտի դուրս չեկավ, չխոսեց եւ այլ, բայց ինքը արցունքները շատ արագ հոսում էին աչքերից, էլի։ Զգացում են, որ ինքը լուրջ խնդրի մեջ է։ Տարի ու կես դրանից անցավ, այդ նույն կինը մոտեցավ ինձ։ Եվ ասաց Տեր, եթե այն ժամանակ ես խելացի լինեի եւ քեզ հետ զրուցեի, այսօր այս վիճակի մեջ չէի լինի։ Իր ամուսինը մահացել էր։ Այդ ժամանակ իրանք խնդիրներ ունեին իրար հետ, որ կարելի էր այդ հարցը կարգավորել, կարելի էր այդ հարցը լուծել։ Եթե ինքը խոսեր հոգևորականի հետ, եթե ինքը կարողանար իր մեջ իրեն հաղթահարել եւ հոգևորականի հետ զրուցել, այդ ցանկությունը ունենալ հոգևորականի հետ զրուցել, իրենց ընտանեկան կյանքը լրիվ ուրիշ ընթացքի մեջ կլիներ եւ իրանք լրիվ ուրիշ կյանքի ճանապարհ կունենան։ Դրա համար երբ որ Աստված մեզ տալիս է այդ հնարավորությունը, մենք այդ հնարավորությունը չպետք է անտեսենք։ Վերջը հոգևորականը մոտենում է կամ երբ որ դու որ դժվարությանդ կամ ուրախությանդ մեջ գնում ես եկեղեցի, մոտենում ես, չէ, եկեղեցում գնում ես տաճար քո աղոթք կանելու, եւ եթե հոգևորականը մոտենում է, ինձ թվում է հարցերը, որ քեզ հուզում են, այդ հնարավորությունը չպետք է կորցնես ու քեզ հուսող հարցերը, քո խորհուրդները կիսվես հոգևորականի հետ, ակնկալելով, որ ինքը կարող է Աստծո ողորմությամբ, Աստծուց տրված իմաստությամբ լուծում առաջարկել։ Վերջը հոգևորականը երբ որ մոտենում է, ոչ պատահական չի մոտենում, էլի, այսինքն այս մեր կյանքում պատահական որևէ մի բան չկա։ Դրա համար մենք այդ հնարավորությունները երբեք մեր կյանքում չպետք է անտեսենք ու բացառենք, էլի, այլ այդ հնարավորությունից պետք է կարողանանք օգտվել։ Բնականաբար լինում են մարդիկ, ում դժբախտությունն է կամ փորձությունն է, որ բերում է տաճար, բերում է Աստծո մոտ, հա, եւ իրենք այդ փորձությունից անցնելով մնում են տաճարում, բայց լինում է, որ այդ դժվարությամբ, այդ փորձությունների միջով գալով տաճար ճանաչելով Աստծուն, երբ որ իրենք այդ փորձությունից դուրս են գալիս, իրենք նորից մոռանում են Աստծուն եւ գնում են իրենց կյանքի ճանապարհը ճակերտավոր ապրելու։ Այդպիսի դեպքեր են։ Լինում են, որ մարդիկ եւ ուրախության մեջ են, որ փնտրում եւ գտնում են Աստծունը, եւ լինում է եւ նեղության մեջ են գտնում Աստծուն։ Իրենց կյանք նայած Աստված
ում հետ ինչպես է խոսում եւ ինչպես է բերում դեպի իրեն, դարձի է բերում դեպի Ինչպես հասկանալ, որ Աստված խոսում է քեզ հետ։ Աստված միշտ խոսում է մեզ հետ։ Ուղղակի մենք պետք է կարողանանք մոտենալ Աստծուն։ Աստված միշտ է խոսում մեր հետ։ Սուրբ գրքի միջոցով, իր հոգեվորականների միջոցով, ձեր հաղորդման միջոցով, մնացյալ հոգեվոր հաղորդումների միջոցով Աստված միշտ խոսում է մեզ հետ։ Ուղղակի մենք պետք է կարողանանք մեր ականջը բաց պահել այդ խոսքը լսելու եւ այդ խոսքը կյանքի կոչելու համար։ Աստված միշտ խոսում։ Տարբեր ձևերով եւ տարբեր միջոցներով։ Խոսեցինք պատարակների մասին։ Ես ինքս էլ երբ որ գնում եմ պատարակի ու նաև շատերից եմ լսել նման կարծիք, երբեմն հա այդ հոգևորը ստանում եմ պատարակից, բայց շատ հաճախ ինձ անհասկանալի է լինում։ Ինչպես պատարակը հասկանալ, նախ ինչ է պատարակը ու ինչու է կարևոր գնալ մասնակցել պատարակի եւ ինչպես իրոք մասնակցել, մասնակից լինել պատարակին, ոչ թե գնալ այդ հոգևոր միջավայրում միայն լինել։ Անժելա ջան, առաջինը, երբ որ դու գնում ես պատարակի եւ ցանկությունից եմ ասում, ամեն ինչ կախում ունի մեր կամեցողություն։ Եթե մենք կամենանք պատարակին մասնակցել եւ պատարակ սովորել, մեզ արգելք ոչ մի բան չկա։ Կա փոքր, հա, պատարակամատույցներ, հա, որոնք մենք կարող ենք վերցնել եւ հետեւել պատարակին։ Մենք կարող ենք մեզ հետաքրքրող հարցերը նույնպես տալ հոգեվորականին։ Եվ եթե մենք կամեցողություն ու ցանկություն ունենանք, մենք պատարակի ամբողջ բառերը, թե երկեցողության, թե աղոթների վստահաբար կարող ենք սովորել, ընկալել եւ հասկանալ։ Կապ չունի որ դա գրափար է։ Գրափարը հայերեն է։ Հին հայերենն է, նենց չի որ մեզ համար օտար լեզու է։ Մեր հին լեզուն է, որը մեզ համար խորտ չի հայերիս համար։ Մի օրինակ բերեմ, երբ որ Վեհապար Հայրապետի հա բարձր տնօրինության ծառայում էի Եգիպտոսի հայոց թեմում, մենք մի եգիպտահայ ունենք, Կահիրեի եկեղեցում Կահիրեի հոգևոր հովիվն է, մի եգիպտահայ ունենք, ում կինը իտալուհի էր, եւ այդ իտալուհին հայ չի, ազգությամբ իտալացի է, 2 ամսում գրափարը հայերեն պատարակի այնպես սովորեց, որ երգչախմբի հետ երգում էր, դպիրների հետ երգում էր, այսինքն եւ աղոթները եւ երգեցողություն, այսինքն ամբողջ բովանդակության իր համար ծանոթ է։ Այսինքն եթե իտալացին կարող է այդ ամենը ընկալել եւ յուրացնել դարձնելով իրենը, հայ համար չի թվում որ դժվար բան կա այդ ամենը դարձնել իրեն։ Ուղղակի մի փոքր պայքար, մի փոքր ցանկություն, մի փոքր ջանք եւ այդ ամենը կլինի քոնը։ Ինչ է պատարակը։ Ինչպես մեր կյանքի ճանապարհը, չէ՞։ Հա հաղորդման անում։ Մեր կյանքի ճանապարհը երբեք առանց պայքարի որևէ մեկ իր կյանքի ճանապարհը չի անցնում։ Նույնպես ինչ որ մի բան սովորելու կամ ինչ որ մի բան ստանալու համար դու պայքարում ես։ Հա մենք ավարտում ենք համալսարան, մենք սովորում ենք դպրոցում, չէ՞։ Մենք գիտելիք ենք ձեռք բերում, մենք ընդունվում ենք աշխատանքի։ Այդ ամենը առանց պայքարի լինում է։ Սովորելը առանց պայքարի լինում է, չէ՞։ Ամենքս մի ոլորտում, մի առաքելության մեջ մեր ծառայությունն ենք բերում։ Առանց սովորելու չի լինում։ Իսկ սովորելը պայքարը, ջանքը, կամեցողությունը, նույնպես հոգևոր կյանքում։ Երբ որ դու ուզում ես ինչ-որ մի բան սովորես, դու պետք է ջանաս, պետք է պայքարես, պետք է կամենաս հասնելու համար։ Եվ որ ամենակարևորը հոգևոր կյանքում մենք պետք է կարողանանք հոգևորականներին լսել, հա, մենք ցավոք սրտի պատասխանեմ այդ հարցից, չեմ հոռաց։ Ցավոք սրտի մենք ունենք մի վատ սովորություն։ Երբ որ մենք խոսում ենք օրինակ հայոց լեզվի բանասերի հետ, հա, հայոց լեզվի մասնագետի հետ, մենք հայոց լեզվի մասնագետ ենք։ Երբ որ մենք խոսում ենք երաժշտի հետ, մենք երաժշտության մասնագետ ենք։ Երբ որ մենք խոսում ենք ոստիկանի հետ, մենք ոստիկան օրենքի մասնագետ ենք, հա, չինը։ Այսինքն մենք ամենտեղ մեզ զգում ենք մասնագետ։ Նույնը երբ որ հոգևորականի հետ հոգևոր թեմայով ենք խոսում, մեզ թվում է թե մենք հոգևորականից ավելի հոգևորական ենք, բայց այդպես չի։ Ամեն մարդ ունի իր առաքելությունը այս կյանքում։ Բանասերը իր առաքելություն ունի, հա։ Ոստիկանը, զինվորականը իր առաքելություն ունի։ Արվեստագետը, արվեստաբանը իր առաքելություն ունի։ Հոգևորականն էլ իր առաքելություն ունի։ Ամեն մեկս պետք է կարողանանք մեր առաքելության մեջ հաստատուն լինել։ Եվ ոչ թե փորձել, եթե այդ
առաքելության մեջ չենք, փորձել սովորեցնել, հա։ Այն մենք պետք է կարողանանք ցավոք սրտի, որը չունենք մենք, լսելու ունակությունը, շատ կարևոր ունակություն է, որ ցավոք սրտի մեզ մոտ դա չեմ ուզում ասեմ իսպառ բացակայում է, բայց բացակայում է։ Երբ որ մեզ ինչ-որ մեկը խորհուրդ է տալի, մենք այդ խորհուրդը չլսած արդեն իր հետ վիճաբանության մեջ ենք մտնում։ Մեզ թվում է, թե մեր կարծիքը ամենաճիշտն է, այդպես սխալ է, այդպես ճիշտ չի։ Մենք պիտի կարողանանք լսել, պիտի կարողանանք հասկանալ։ Պարտադիր չի մարդու ասածին դու միանգամից հակաճառես։ Առանց լսելու թե ինքը ինչ ասում քեզ ընդհանրապես։ Ինչ բան է պատարագը։ Պատարագը անարյուն զոհաբերությունը, հա։ Վերջին ընթրիքը, երբ որ մեր բոլոր ավետարանները ունեն այդ վերջին ընթրիքը, բայց միայն երկու Ղուկասի ավետարանն է եւ Պողոս Արաքյալի Կորինթացիներին ուղված առաջին նամակի մեջ, երբ որ ասվում է սա արեք իմ հիշատակի համար, երբ որ պատարագը այդ անարյուն զոհաբերությունն է, վերջին ընթրիքն է, երբ որ Քրիստոս վերցրեց հացը, ասաց սա իմ մարմինն է, եւ վերցրեց գինին, ասաց սա իմ արյունն է, եւ ասաց ով որ ճաշակի իմ մարմինը եւ ըմպի իմ արյուն, հավիտենական կյանք կունենա։ Եւ այդ վերջին ընթրիքի անարյուն զոհաբերության հիշատակը մենք անում ենք ամեն կիրակի մատուցելով պատարագը, անարյուն զոհաբերությունը, որ Քրիստոս մեզ համար մեկ անգամ խաչվեց, մեր մեղքերը վերցրեց, հա, եւ երկնքի հարություն առնելով երկնքի արքայությունը բացեց մեր առջև։ Եվ դա անում ենք մենք հիշատակ այդ խորհրդի վերջին ընթրիքի։ Եվ երբ որ հացն ու գինին, հա, փոխակերպվում են Քրիստոսի մարմինն եւ արյանը, եւ ամեն անգամ մենք մոտենալուց ճաշակում ենք Քրիստոսի մարմինը, արյունը, մեր հոգու եւ մարմնի բժշկության եւ հավիտենական կյանք ունենալու համար, լավ։ Երբ որ խոսում է այս հարցի մասին, մի միտք եկավ, մեզ շատ են մեղադրում, երբ որ մատաղի մասին խոսենք, մի փոքր։ Մատաղը, երբ որ մեզ շատ են փորձում մեղադրել ճակերտավոր աղանդավորականները, որ ասում են, որ մատաղը զոհաբերություն չի կարելի անել, հայ եկեղեցին զոհաբերություն չի, մատաղը զոհաբերություն չի ժողովուրդ։ Սա հստակ ասում է, մատաղը զոհաբերություն չի, մատաղը աղքատների կերակուր է, ողորմություն է։ Քրիստոս ինչ ասաց։ Ասաց, երբ որ ուզում ես ողորմություն տալ, հավաքի քո տանը բոլոր նրանց, ումից որ ակնկալիք չունես։ Նույն այդ մատաղն է, երբ որ դու ողորմություն ես տալ, Եսայի մարգարեության մեջ ինչ ասում, ասում է զոհից առավել ձեր ողորմությունն եմ ուզում։ Այսինքն մենք պիտի սովորենք ողորմություն ունենալ, ողորմած լինել։ Չէ, Հովան Ոսկեբերան ասում է, ամենամեծ առաքինությունը ողորմությունն է։ Այսինքն այդ մատաղը ինքը զոհաբերություն չի, ինքը մեղքերի համար զոհաբերություն չի։ Մեղքերի համար մեկ անգամ զոհաբերվեց Քրիստոս, մեր մեղքերը վերցնելով եւ իր արյունով գնված ենք մենք։ Սա մեկը միշտ պետք է հիշել։ Իսկ մատաղը ողորմությունը, երբ որ մենք մատաղ անում ենք եւ բաշխում ենք աղքատներին, կարիքավորներին, ով որ դրա կարիք ունի, եւ ոչ թե խնջույք ենք պատրաստում, մեծ սեղաններ գցելով, ուտել խմելով։ Դա է ուզում ասել, որ հիմա շատ հաճախ մատաղը նշում են նույնիսկ ռեստորաններում, հարազատներով։ Ասեմ Անժելա, հիմա շատ հաճախ դա վերացել է արդեն։ Հա։ Հիմա օրինակ որ բերում են աղը օրտնում ենք, մարդիկ տեսնում են, որ բերում են եկեղեցի ու տալիս են այն ընտանիքներին, ովքեր որ կարիքավոր են։ Եվ դա արդեն մեծ մաս է կազմում Փառք Տիրոջ, Աստծո ողորմության։ Դրա համար նորից եմ ասում, մատա ողորմություն տալը պետք չի խնջույք կազմակերպել ու հրավիրել բոլոր։ Ուզում ես հարևանների, բարեկամներիդ հրավիրես, հրավիրի որևէ մեկը քեզ արգել չի, բայց երբ որ դու ասում ես, որ սա մատաղ է, ուրեմն այդ մատաղը պիտի տաս ողորմություն կարիքավոր բոլոր նրանց, ովքեր որ դրա կարիք ունեն։ Եվ հետո պարտադիր չի, որ մսային լինի, հա։ Ինքը կարա նաև ինչի կարիքը որ ունի այդ մարդը, ծավարեղենա, չգիտեմ, ձեթա, բրինձա, սա էլ մատաղ է, ողորմությունը, կարող ես այդ ամենը գնել եւ տալ իրեն։ Սա դրա համար եմ ասում, ինքը մատաղը ողորմությունն է։ Ողորմության ձևերը շատ տարբեր, օրինակ մեծ պահքի ժամանակ, հա, մսայինը արգելվում է եւ մարդիկ ասում են տեր այդ ողորմություն եմ ուզում անեմ, մատաղ եմ ուզում անեմ, ինչ անեմ, ասում են կարիքավոր ընտանիքներից ճշտի ով ինչի կարիք ունի, կամ գումարը տու իրան, կամ
սնունդը արտու իրան, սա էլ է ողորմության նույն ձևն է, և ճիշտ ասած ինձ համար ավելի նախընտրելի, որովհետև մարդ այդ մի կտոր միսը կուտի կվերջանա, բայց այն ինչ որ կառնես ձեթա, չգիտեմ, բրինձա, շաքարավազա, հա, դու կտաս իրեն և ինքը երկար ժամանակ այդ ամենը կօգտագործի։ Ես իմ օրինակով չեմ ասում, ուղղակի կարծիք եմ ասում եսով։ Ես հավատում եմ տանը, չեմ գնում եկեղեցի, ես իմ հավատքը ունեմ տանը, պարտադիր չի եկեղեցի գնալ, եկեղեցուն չեմ հավատում, քահանաներին չեմ հավատում։ Քանի որ ասեցիր ես, այդպես էլ պատասխանեմ, բայց քեզ չի վերաբերում։ Այո, որովհետև ես գնում եմ եկեղեցի։ Այո, ես դրա համար եմ ասում, բայց քեզ չի վերաբերում, հա, Անժելա ջան։ Հիմա, երբ որ դու անոթի ես, սոված ես, ինչ ես անում։ Հաց եմ ուտում։ Բայց չես ուտում։ Նստիր աթոռին, նայիր հացին։ Դենց կկշտանաս։ Չէ։ Նույնը երբ որ կա հոգևոր պահանջ, դու չես կարող տանը նստել, ասել ես հավատում եմ եւ դրանով սահմանափակել։ Երբ որ դու ծառավ ես, ծորակ կա, չէ՞։ Երբ որ ծորակը բացում ես, ջուր է գալիս։ Եթե ծորակի մեջ ջուր չկա, ինքը չի ծառայում այլևս իր նպատակին։ Երբ որ դու բացում ես ծորակը, իրանից ջուր պետք է գա։ Դու չես կարող ծորակը ուզածը տեղը դնել եւ սպասել որ ջուր պետք է գա։ Դու ծորակը դնում ես ջրի խողովակի վրա, որ ինքը կարողանա ջուրը մատակարարել։ Նույնը հոգեվոր կյանք, երբ որ դու հավատում ես ինքը քեզանից գործերը բդի բխի չես կարող ուղղակի։ Բայց նման մարդիկ ասում են, որ ես այդ հոգևորը ստանում եմ տանը Աստվածաշունչ կարդալով։ Չես կարող, եթե դու առավել եւս Աստվածաշունչ ես կարդում, Քրիստոս ինչ էր անում, գնում էր տաճար, չէ՞։ Այսինքն Քրիստոսը չէ մեր ուղեցույցը մեր հոգևոր կյանքի, հա։ Աստծո որդին։ Քրիստոս ինչ էր անում։ Գնում էր տաճար, չէ՞, գնում էր ընդհանրական աղոթքի էր գնում։ Ուրեմն մենք էլ մեր քայլերը պետք է ուղենք ընդհանրական աղոթքի։ Մենք չենք կարող տանը նստել ու դրանով սահմանափակվել, այդպես չի լինում։ Քրիստոս մեզ օրինակ է, Քրիստոս գնում էր տաճար եւ ոչ միայն գնում էր տաճար, ասում էր տաճարը իմ հոր տունն է։ Սա իր բառերն են, տաճարը իմ հոր տունն է, իմ հոր տան նկատմամբ նախանձախնդրությունը կերավ ինձ։ Այսինքն, ուրեմն մենք էլ պետք է գնանք մեր հոր տուն, եւ սա ամենամեծ երջանկությունն է մարդու համար, երբ որ ինքը Աստծո տաճարը ընդունում է իր հոր տուն։ Քահանային հավատալ պետք չի, քահանային վստահել է պետք։ Հավատալ պետք է Աստծուն։ Եվ վերջը մենք որ գնում ենք տաճար, մենք չենք գնում հոգևորականի համար, քահանայի համար։ Մենք տաճար գնում ենք ինքներս մեզ համար։ Եվ տաճարը պետք է կարողանանք հասկանալ, որ մեր հոր տունն է։ Աստվածաշունչը Հիսուս ինչ ասեց, ասեց դուք այլևս ծառաներ չեք, որդիներ եք։ Մեզ ծառայությունից բարձրացրեց որդեգրության աստիճանին։ Այսինքն մենք գնում ենք մեր հոր տուն։ Եվ երբ որ մենք տաճարը ընկալենք որպես մեր հոր տուն, իսկ եթե մեր հոր տունն է, մենք ժառանգներն ենք, չէ՞, այդ տան։ Եթե մենք ընկալենք, մենք ամեն կերպ կպահպանենք ու կպաշտպանենք Աստծո տաճարները, որովհետև դա մեր հոր տունն է, մենք ժառանգներն ենք այդ տան։ Եվ սա շատ հրաշալի զգացում է, երբ որ դու մտնում ես Աստծո տուն եւ ընկալում ես Աստծո տունը որպես քո հոր տուն։ Սրանից առավել մեծ զգացում գոյություն չունի։ Եվ դու պատրաստ ես Աստծո տան համար, քո հոր տան համար պաշտպանելու, պահպանելու եւ անգամ քո կյանքը տալու այդ տան համար։ Սա ամենամեծ զգացումն է։ Նույնը նաեւ մեր հայրենիքը, չէ՞։ Երբ որ մենք հայոց աշխարհը համեմատենք ուրիշ աշխարհների հետ, հայոց աշխարհում իջավ Քրիստոս, ճիշտ է։ Իջավ եւ ոսկե մուրճով հարվածեց եւ ցույց տվեց մեր հավատքի տունը, որտեղից սնվելու են մեր հոգիները։ Այսինքն Քրիստոս իջնելով սրբացրեց հայոց աշխարհը։ Ուրեմն մենք էլ պետք է կարողանանք այդ սրբությունը պահել, պահպանել։ Ոչ թե միայն ամենտեղ բացականչել, գոռալ եւ աղաղակել, որ մենք առաջի քրիստոնյաներն ենք եւ այլ եւ այլ։
Մենք պետք է կարողանանք այդ նաև կյանքի կոչել, մեր կյանքի ճանապարհով ցույց տալ, որ իրապես մենք առաջի քրիստոնյաներն ենք աշխարհում, որ Քրիստոսին ընդունել ենք։ Եվ նաև այն ժողովուրդն ենք, այն հայրենիքի ժառանգներն ենք, որտեղ իջավ ինքը Քրիստոս։ Սրանից առավել երջանկություն եւ առավել կյանքի ճանապարհ ես ճիշտ ասած չեմ պատկերացնում։ Տարածված կարծիք կա նաև, որ Աստվածաշունչը շատ դժվար գիրք է եւ դժվար է կարդալը։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք նոր առաջին անգամ պետք է բացեն ու կարդան, սկսեն կարդալ Աստվածաշունչը։ Աստվածաշունչը երբեք բարդ գիրք չի, Աստվածաշունչը երբեք պարզ գիրք չի։ Նայես դու ինչպես ես մոտենում Սուրբ գրքին։ Ես ճիշտ ասած իմ օրինակով կարող եմ ասել, ես Սուրբ գիրքը կարդալուց առաջ աղոթք եմ անում, Աստծուց իմաստություն եմ խնդրում, հետո նոր Սուրբ գիրքը բացում եմ, սկսում եմ կարդալ։ Ինձ թվում է սա այսպես կարելի է կյանքի կոչել Սուրբ գիրք կարդալու ցանկություն։ Աղոթք անել, Աստծուց իմաստություն խնդրել եւ Սուրբ գիրքը կարդալ։ Արդեն երկար տարիներ է դուք ծառայում եք Հայ առաքելական եկեղեցում, բայց սկզբնական շրջանում ձեզ մոտ եւս չեն եղել կասկածներ, դժվարություններ եւ ոնց եք հաղթահարել։ Անժելա ջան, իմ մոտ կասկածներ եւ դժվարություններ հիմա էլ կա։ Նես չի որ սկիզբ մեջտեղ կամ վերջ կամ չգիտեմ։ Մարդը միշտ թերահավատ է։ Մարդու մոտ միշտ կասկածներ լինում են։ Չի կարա չլինի այդ կասկածները։ Ինչպես եք հաղթահարել։ Հովհաննես Ոսկեբերան հրաշալի բառեր ունի, ու նաև Եփրեմ Ասորունը կասեմ։ Ասում է փորձությունը տալիս է իմաստություն։ Իմաստությունը տալիս է մխիթարություն։ Եփրեմ Ասորին ասում է այն քրիստոնյան չի հաղթանակած, որ ուղիղ է քայլում, այլ այն քրիստոնյանը հաղթանակած, որ ընկնում է նորից Քրիստոսով բարձրանում է։ Այսինքն ես գիտեմ, որ Քրիստոս է ճշմարտությունը, ես գիտեմ, որ Քրիստոսի հետ է ճշմարտությունը։ Երբ որ թերահավատությունը գալիս է այդ փորձությունը, հա? Դու փորձում ես այդ փորձությունից Աստծո ողորմությունը հայցելով իմաստություն ունենալ, հասկանալու համար այդ փորձությունը ինչի համար եկավ։ Եվ երբ որ դու կարողանում ես հասկանալ, չգիտեմ, հպարտ ես, եսասեր ես, չգիտեմ, տարբեր մեղքերով, հա, չեմ բանսարկու ես, գող ես, ավազակ ես, երբ որ դու սկսում ես հասկանալ քո մեղքը ո՞րն է, եւ փորձում ես շտկվել, այդ ժամանակ մխիթարություն է գալի, հասկանում ես, որ թե ինչի համար է այդ թերահավատությունը կամ կասկածամտությունը, եւ դու փորձում ես այդ ամենը շտկելով քայլել առաջ Քրիստոսի հետ, միասին նորից բարձրանալով Քրիստոսի հետ։ Տեր Զենոն, ինչ խորհուրդ։ Նենց որ մարդու համար այդ կասկածամտությունը կամ թերահավատությունը որ իր կյանքի որ ճանապարհի մեջ է լինի, խորտ չի։ Ուղղակի դու պետք է կարողանաս Աստծո այդ ամեն ինչը հաղթահարել։ Աստծո ձեռքը երբեք բաց չթողնել։ Ու հետո մեր մոտ կա միշտ մի վատ սովորություն, չգիտեմ, վատ չեմ կարող ասել, որ վատ, բայց հետաքրքիր սովորություն է։ Մենք ասում ենք Աստված մեզ հետ չի, հա? Եթե ինչ-որ դեպք կա լինում, բայց ժողովուրդ այդպես չի։ Աստված միշտ է մեզ հետ։ Իսկ մենք երբևիցե ասում ենք, մենք Աստծո հետ չենք մեր դժվարությունների մեջ, որովհետև Աստված միշտ մեր հետ է։ Մենք ենք Աստծուց հեռանում կամ Աստծուն մոտենում։ Աստված միշտ մեր կողքին է։ Միշտ ուր էլ որ լինենք, Աստծո ներկայությունը միշտ մեր հետ է։ Մենք մարդիկս ենք մերժում այդ ներկայությունը կամ մտնում այդ ներկայության մեջ։ Ինչպես տեսնել այդ ներկայությունը։ Ամենուր եք։ Ուր որ նայես, դու չես կարա քո կյանքում, եթե աչքերդ բացես, կտեսնես քո կյանքում ինչքան հրաշքներ ա լինում։ Եթե որ քո աչքերը բաց լինի, դու կտեսնես այդ հրաշքները, ու կտեսնես, որ Աստված ամենուր քեզ հետ է։ Երբ որ դու քո կյանքի հետ ճանապարհը ասես մի հատ հետ նայես ու տեսնես, կտեսնես, որ քո կյանքում անժելա ոչ մի պատահական բան գոյություն չունի։ Այդ ամեն ինչը շղթա է, որ եթե դու հասկանում ես, ծառայում է քո բարիքին, եթե դու չես հասկանում, ուղղակի աչքերդ փակ գա լինում, այդ շղթան անցնում է։ Դա երբ որ տեսնես այդ ամեն ինչը, կտեսնես, որ Աստված միշտ քո հետ է, ուղղակի քո իմ մյուսիս աչքերն է փակ լինում այդ ամենը տեսնելու համար։ Դրա համար մենք չպետք է ասենք, որ Աստված մեզ թողում, Աստված երբեք մեզ չի թողում։ Մենք պետք է նայենք, տեսնենք այդ հրաշքները մեր կյանքում, որ ամեն վարքյանն այդ հրաշքները պետք է կարողանանք տեսնել ուղղակի։ Մենք ենք Աստծո ներկայության մեջ լինում կամ մերժում այդ ներկայությունը։ Մենք ենք Աստծուց հեռանում կամ մոտենում, իսկ Աստված միշտ մեզ հետ է։
Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք իրենց կյանքի ճանապարհի դժվար էտապում են գտնվում։ Ինձ թվում է կյանքի ճանապարհը միշտ էլ դժվար էտապ լինում է։ Կարևորը թե ում հետ ես անցնում այդ դժվար ճանապարհը։ Ես շատ կուզենամ, որ մենք հայերս, հայրենիներս այդ մեր կյանքի ճանապարհը անցնենք Քրիստոսի հետ, այդ դժվարությունները անցնենք Քրիստոսի հետ եւ այդ ճանապարհին մենք միշտ հաղթանակած կլինենք։ Ինչի, որովհետեւ Քրիստոս ասաց. ես հաղթեցի Հովանու ավետարանի մեջ։ Իսկ եթե Քրիստոս հաղթել է եւ մենք կարողանանք Քրիստոսի հետ քայլենք, մենք պարտված չենք լինելու։ Մենք Քրիստոսի հետ միշտ հաղթանակած ենք լինելու։ Թող Աստված օրհնի հայոց ազգը, հայոց հողը պատղաբեր դարձնի միշտ եւ մենք էլ կարողանանք Քրիստոսի հետ քայլելով մեր կյանքի ճանապարհը միշտ հաղթանակած լինենք։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի Անժելա։ Հիշեցնեմ այսօր կյանքի ճանապարհին Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Կաթողիկե եւ Սուրբ Աննա եկեղեցիների հոգեվոր հովիվ Տեր Զենոն Քահանա Բարսեղյաններ։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։